Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ վաղաշաբաթ խոշորացված համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեխակյան։ Բարև ձեզ։ Պարոն Մեխակյան, նախ գիտեմ, որ հուլիսի 15-ից եք պաշտոնավարում, ընդհանուր առմամբ ինչ եք արել, ինչ եք հասցրել անել այս ընթացքում եւ ինչ անելիքներ կա նաեւ համայնքում, որոնք են առաջնահերթությունները։ Մենք մեր թիմի այս ընթացքում իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ, մենք հատկապես ուշադրություն ենք դարձրել բակային տարածքների մաքրության, ընդհանուր սանմաքրման եւ աղբանության աշխատանքների ավելի բարձր նշաձող սահմանելու հետ կապված։ Բացի դրանից բազմաթիվ մեր հանդիպումները քաղաքացիների հետ, բակային տարբեր հանդիպումների միջոցով, փողոցներում տարբեր հանդիպումների միջոցով փորձել ենք նաև գույքագրել այն բոլոր խնդիրները եւ ակնկալիքները, որոնք ձևավորված են բնակչության շրջանում։ Պարոն Մեխակյան, մենք գիտենք, որ նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու ավականու արտահերթ ընտրություններ վաղաշաբաթ խոշորացված համայնքում եւ այս իմաստով ընդդիմությունը արդեն թիրախավորել է ձեզ որպես քաղաքացիական պայմանագիր ուժի կողմից առաջադրվող թեկնածու եւ նշում են, որ դուք քաղաքացիների հետ հանդիպումները արդեն իսկ օգտագործում եք քարոզարշավի նպատակներով եւ անգամ գրում են, որ օրերս ընդունել եք համայնքում բնակվող արցախցիներին եւ այս կերպ փորձում եք ընտրազանգված ձևավորել ձեզ համար։ Դա բարձրաձակ իրականության հետ կապ չունի, որովհետև ես օրենքով սահմանված կարգով իմ լիազորություններն եմ իրացնում, որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Դա իմ աշխատանքի մի մասն է քաղաքացիների հետ շփումը, մեր համայնքում ապրող տարբեր շերտերի հետ առանցին նույնիսկ հանդիպումը, որովհետև իրենց եթե կան սպეციფიկ խնդիրներ առանցին շերտին վերաբերող պետք է քննարկել իրենց հետ եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցները չեն կարողանում մասն մնալ, ինչպես նաեւ շատ քննարկվեց գործարարների հետ հանդիպումը, որ իրականացվել է, բայց չհրապարակվեց Get1 կադր կամ խոսք, որտեղ մասնակիցներից մեկը կասվեր, որ դա քաղաքական որևէ հանդիպում է։ Պարոն Մեխակյան, բայց հետաքրքիր է, որ հատկապես ընդդիմադիր մամուլի թիրախում հայտնվել են արցախցիները, որոնց դուք ընդունելություն եք իրականացրել։ Այն դեպքում, որ արցախահայերի մեծ մասը մենք գիտենք, որ դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի էլ չէ եւ ընտրելու իրավունք էլ չունի։ Այս դեպքում ինչու են նման շահարկումներ արվում ընդդիմության կողմից, այսինքն նպատակը որն է այստեղ թիրախավորել թե ձեր ուժին, թե արցախցիներին, որ տեսեք, արցախցիների միջոցով դուք փորձում եք ինչ-որ ձայներ կորզել, ձայներ հավաքել։ Ես ենթադրում եմ ուղղակի, քանի որ նախընտրական փուլ է, ճիշտ է քարոզարշավը սկսված չէ, բայց ամեն դեպքում նախընտրական փուլ է եւ իրենք էլ հակաքարոզի մեթոդն են ընտրել իրենց քաղաքական միգուցե որոշ նպատակներ իրացնելու նպատակով։ Հաջորդ մեղադրանքներին անդրադառնանք, հաղթանակ դաշինքով առաջադրված Սևակ Խաչատրյանը ըստ էության ընդդիմադիր մամուլը գրում է, որ առաջատարն է եւ համայնքում մեր սեր է վայելում, այդ իմաստով քաղաքացիական պայմանագիրը եւ անձամբ դուք մեծ մտավախություններ ունեք եւ արդեն իսկ անցել եք նրան թիրախավորելուն, նրան փորձում եք պարբերաբար կապել նախկինների հետ, հիմա ինչու եք փորձում Սևակ Խաչատրյանին կապել նախկինների հետ եւ ինչ մտավախություններ ունեք Սևակ Խաչատրյանի հաջողությունների հետ կապված։ Բացարձակապես մտավախություն չկա եւ կարիք չկա իրեն ներկայացնելու նախկինների ներկայացուցիչ, դա փաստ է, որովհետեւ ինքը հանրապետական ՀՀԿ կուսակցության անդամ է եղել, Ելիթևի կարկառու ներկայացուցիչ է եղել, նոյեմբերի 9-ին ես չէ որ մտել եմ կառավարության շենք կամ լուր հետևել եմ թե ինչպես են ջարդում ներսից պետական գույքը, որ մեր բոլորի սեփականությունն է, դրանից հետո ես չէ որ Քոչարյանամերձ կլանին եմ ինտեգրվել եւ նրանցով առաջադրվել որպես ավականի թեկնածու, այդ ամեն ինչը փաստեր են եւ հիմա էլ հայ հեղափոխական դաշնակցության կողմից կոալիցիա կազմած իրենց հետ կոալիցիա կազմած եւ քոչարանական փողերով ծնվող հերթական քայլն է իրականացվում, որևէ մտավախություն չունեմ, որևէ խնդիր չկա եւ ընդհանրապես ես առաջ անգամ եմ անդրադառնում իրեն, որևէ կերպ չեմ անդրադառնում, ժամանակ էլ չեմ ունեցել անկեղծ որ ասեմ, որովհետեւ իմ աշխատանքային գրաֆիկը այնքան հագեցած է, որ ես նախընտրում եմ մեկ ավել բնակչի հետ հանդիպել կամ մեկ ավել թաղամասում գնալ խնդիրներին ծանոթանալ, քան հետևել
թե ընդդիմադիր մամուլը ինչպիսի մտքի թռիչք ունի։ Այսինքն, պարոն Մեխակյան, ես ճիշտ եմ հասկանում, որ անգամ այդ շահարկումները եւ մեղադրանքները, որ դուք փորձում եք նրան նախկինների հետ կապել, անտեղի են, որովհետեւ ըստ էության Սևակ Խաչատրյանի քաղաքական հետագիծը արդեն ամեն ինչի մասին խոսում է, ինչպես դուք նշեցիք։ Դա փաստ է, դա հայտնի փաստ է, այդտեղ հերքելու կամ հաստատելու բան չկա ուղղակի։ Իսկ մրցակից տեսնում եք իր մեջ, ամեն դեպքում մրցապայքարի մեջ մտել եք իր Ես բոլոր տեխնացուների մեջ էլ մրցակից տեսնում եմ եւ դա նորմալ է, որ մրցակից տեսնում։ Ուղղակի պետք է լինի մրցակցությունը պետք է լինի արդար, պետք է մրցակցությունը լինի հիմնված քաղաքական կամ կոնկրետ համայնքային ծրագրերի հիման վրա, նախընտրական ծրագրի հիման վրա լինի, այսպես ասած, խոսույթ, ոչ թե սևացնելու, մեկը մյուսին, չգիտեմ, եսի ումից ում փրկելու կամ անունը արատավորելու։ Ես կարող եմ ասել, որ օրինակ կոնկրետ հենց ձեր նշված անձին սատարող լրատվամիջոցները եւ որոշ նոր բացված fake էջերը ամբողջությամբ լծվել են իմ անձը սևացնելու գործին, արհեստական բանականությամբ ինչ որ վիդեոներ են սարքում, տեղադրում համացանցում, իրենցով հավաքվում, նստում, հրճվում, ուրախանում են դրանից, այսինքն որևէ խոսույթ չկա, որևէ ոչ քաղաքական խոսույթ կա, ոչ առավել եւս ծրագրային խոսույթ կա, ընդամենը անձին սևացնելու process է գնում, կարծում եմ նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան արդեն ամեն ինչ կընկնի իր տեղը, ընտրությունների արդյունքով պայմանավորված։ Եվ Սևակ Խաչատրյանի մի քանի քաղաքական հայտարարությունների ամեն դեպքում կուզենամ անդրադառնանք օրերս նախ Սևակ Խաչատրյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին էլ հայտարարեց, որ ինքը գնում է միանշանակ հաղթանակի եւ կոալիցիաներն էլ միայն այն դեպքում կգնա կոալիցիաների, որոնք որպես արմատական ընդդիմություն են դիրքավորվել, կոալիցիայի չեն գնալու միայն ըստ էության ձեր ուժի եւ ձեր ուժի հետ, ինչպես իրենք են ասում, աֆիլացված ուժերի հետ, բայց ամեն դեպքում չեն բացառում նաեւ Գյումրու տարբերակը, այսինքն ընդդիմությունը պատրաստ է գնալ միասնական կոալիցիայի, միայն թե քաղաքացիական պայմանագիրը չունենա հաղթանակ եւ նաեւ Սևակ Խաչատրյանը հայտարարեց, որ երբ որ փորձեցին լրագրողները կրկին ակնարկել իր կապը նախկին ղեկավարների, հատկապես Ռոբերտ Քոչարյանի հետ, ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են ամենաարժանապատիվը եւ զարգացման իմաստով ամենահեռանկարայինը։ Դե կարծում եմ նորմալ է այդ դեպքում պետք է այդպես ասի, բայց եթե չեմ սխալվում նույն հարցազրույցում, երբ որ ինքը պնդում էր բացարձակ հաղթանակ է լինելու եւ այլն, հաջորդը կոչեր, որպեսզի միավորվեն ընդդիմության ներկայացուցիչները եւ թույլ չտան եւ այլն եւ այլն։ Այսինքն ակնհայտ է իրենց վարքագիծը, վախվորած վարքագիծը, որովհետև այս կարճ ժամանակահատվածում մեր թիմը ցույց է տվել եւ ցույց է տալիս, որ ունակ է քաղաքացիների կարիքները բավարարել եւ ունակ է ռեալ ծրագրեր մշակել ի նպաստ համայնքի զարգացման եւ բարգավաճման։ Պարոն Մեխակյան, քանի որ ձեր խոսքում քանիցս նշեցիք, որ ըստ էության չկա ծրագրերի շուրջ խոսակցություն, խոսույթ, այլ միայն փորձում են այսպես սևացնելով, անձերի թիրախավորելով եւ քաղաքական ուժերի թիրախավորելով որոշակի բանավեճի մեջ մտնել։ Կուզենամ խոսեք ձեր քաղաքական ուժի ծրագրերից, անելիքներից, առաջնահերթություններից, հավաքագրել եք, թե ինչ խնդիրներ ունի համայնքը եւ ինչ ծրագրեր եք կազմել դրա հիման վրա եւ ինչ անելիքներ ունեք։ Իհարկե հավաքագրել ենք, ես նաև ուրախությամբ ասեմ, որ ոչ միայն հավաքագրել ենք, այս ընթացքում նաև մի շարք խնդիրներ լուծել ենք նույնիսկ, ճիշտ է, դրանք տեղային խնդիրներ են եղել, օրինակ բակային բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, հատկապես բակային ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել են կոյուղիների մասնակի վերականգնման, վերանորոգման աշխատանքներ, իհարկե դրանք դեռ շատ են այդ խնդիրները, որպեսզի միանգամից դրանք լուծվեն, մեզ ժամանակ է անհրաժեշտ եւ նաեւ մեծ ծրագրերի արկայություն է անհրաժեշտ, բայց մենք առաջիկայում նախընտրական շրջանում, այսինքն ընտրական քարոզչության ընթացքում կետ-կետ կներկայացնենք մեր ոլորտային մեր անելիքները համայնքում, ինչ ենք պատրաստվում անել, մեր թիմը ինչ է պատրաստվում անել, դրանք չափելի կլինեն, դրանք հստակ նաև ըստ ժամանակացույցով հստակ անելիքներով։ Այս ընթացքում ես ասեմ, որ մեր
տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերների հետ, հատկապես նախարար Դավիթ Խուդատյանի հետ համագործակցության արդյունքում այս պահին արդեն իսկ Էջմիածին քաղաքում լրացուցիչ չնախատեսված, այսինքն հրատապ ծրագրով իրականացվում է 500 միլիոն դրամի ներդրումային աշխատանք կոյուղու փոխարինում եւ փողոցների ասֆալտապատում, հիմնանորոգում։ Դա շատ կարեւոր ծրագիր է մեր քաղաքի համար եւ նման ծրագրերը միանշանակ առաջիկայում շատ են լինելու եւ սուբվենցիոն ծրագրով եւ նաեւ կառավարության կողմից ուղիղ ներդրումների միջոցով։ Պարոն Մեխակյան, քանի որ շատ է շահարկում նաեւ նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից չարաշահումների եւ այդ վարույթների մասանդիմության կողմից եւ նշվում է, որ սա է քաղաքական ուժի պատասխանատվությունը, ըստ էության սա կարող է ձեր ուժին խանգարել, ինչ եք կարծում, որովհետեւ այս հարցը կրկին բարբերաբար դաշտ է նետվում։ Այդ մասով կա քրեական վարույթներ եւ քրեական գործի շրջանակներում ամեն ինչ པարզ կլինի եւ այսպես ասեմ, եթե մեր քաղաքական թիմը չլիներ անաչառ, չլիներ անկողմնակալ, հաստատ քրեական վարույթներ չէին նախաձեռնվի, քանի որ քրեական գործ է ընթանում եւ իրավապահների տիրույթում է, ես զերծ կմնամ որևէ բան ասելուց, որովհետեւ ես ինքս շատ բանի չեմ տիրապետում, բայց եթե քաղաքական խոսույթին վերադառնանք, նույն ընդդիմությունը, նույն ավականու ընդդիմադիր ներկայացուցիչները թող ցույց տան ինձ գեթ 1 հարցազրույց, որտեղ իրենք քննադատել են իշխանության տեղական ինքնակառավարման մարմինի խոսքը Վաղարշապատ համայնքի իշխանության գործողություններ կամ, չգիտեմ, վատ կառավարում եւ այլն, չկա որ նման որևէ պնդում կամ հարցազրույց կամ չգիտեմ հանրային խոսք եւ ես կարող եմ պնդել, որ իրենք եղել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության, խմբակցության գրպանային ընդդիմությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում այս տարիների ընթացքում։ Այսինքն ընդդիմությունը այդ ժամանակ չի բարձրաձայնել այդ խնդիրները, չի խոսել դրանց մասին, բայց հիմա դրանք չեն խոսվել դրա մասին, այս պահին ինչ որ կծկտուր ոչ առարկայական, չէ որ իրենք համայնքային իշխանության մաս են կազմել եւ կազմում են մինչեւ այս պահը, չնայած իմ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո մենք ունեցել ենք ավականու 3 նիստ, ներողություն 4 նիստ, 2 հերթական եւ 2 արտահերթ, իրենք ոչ մեկը չեն ներկայացել այդ նիստերին, բայց նախկինում եկել են նույնիսկ ավելի շատ կողմ քվեարկողներ կան ընդդիմության ներկայացուցիչներից, քան նույն իշխանության ներկայացուցիչները, այսինքն ավելի շատ կողմ են քվեարկել հարցերին, քան քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչներից ոմանք։ Սա է ընդդիմությունը, ոչ սա գրպանային ընդդիմություն է։ Ես պնդում եմ, որ նրանք եղել են այս տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության Վաղարշապատ համայնքի գրպանային ընդդիմությունը։ Եվ սա փաստ է եւ սա արձանագրված է։ Իսկ հիմա չի կարող նույնը կրկնվել, այսինքն եթե մեղադրում եք ընդդիմությանը գրպանային ընդդիմություն լինելու մեջ, հիմա ինչով է տարբերվելու այդ ընդդիմությունը, ավելի կառուցողական է լինելու։ Դե ես սա բարձրաձայնում եմ, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան ինչպիսի ընդդիմության հետ գործ ունեն։ Եվ շատ է խոսվում նաև Գյումրի 2 սցենարի մասին, պարոն Մեխակյան, ըստ էության ասում են, որ Վաղարշապատում իրենք կրկնելու են Գյումրու սցենարը, Գյումրի 2 կարող է լինել, անգամ ակնարկում են Փարաքար 2-ի մասին։ Նախ ինչ է նշանակում Գյումրի 2 եւ կամ Փարաքար 2, ենթադրում եմ, որ երկու տեղում էլ ընդդիմադիր համայնքապետեր են եղել հաղթել, բայց ամեն դեպքում դրա տակ ամեն ինչ կարելի է հասկանալ։ Ինչ նկատի ունի ընդդիմադիր որոշակի շրջանակներ եւ ուժեր Գյումրի 2 եւ Փարաքար 2 ասելով, այստեղ մտավախություններ չկա ձեզ մոտ։ Երևի թե նկատի ունեն, որ փորձեն շատ ուժերով Գյումրու սցենարը կրկնեն, այսինքն ճիշտ է քաղաքացիական պայմանագիրը առավել թվով ձայներ ունեցավ, բայց բացարձակ իշխանություն չկարողացավ կազմել, նույն սցենարով իրենք են ուզում գնալ, բայց միանշանակ այստեղ չի հաջողվելու իրենց եւ դա այո կա իրենց մտքում, որովհետեւ որոշակի ուժեր, դա գիտեք փոքր համայնք է, խոսակցությունները եւ կապող թելերը շատ են, խոսակցությունները շատ արագ տեղ են հասնում, որ որոշ ուժեր ուղղակի փորձում են մինիմալ շեմը հաղթահարեն, որպեսզի այսպես ասած մաս կազմեն իրենց
մայր ուժին եւ փորձեն Գյումրու սցենար կրկնել, բայց միանշանակ վաղարշաբաթին դա թույլ չի տալու միանշանակ թույլ չի տալու։ Գյումրվա ընտրությունների մասով խոսվեց նաև ընտրակաշառքների դեպքի մասին եւ այդ իմաստով նաև կան վարույթներ, մեղադրանքներ հստակ ամեն դեպքում կարող է նույն սցենարը լինել նաև վաղարշաբաթ համայնքում, թե դուք բացառում եք ենթադրենք քրյա օլիգարխիկ տարերի ներգրավվածություն եւ կամ ընտրակաշառքի միջոցով որևէ ընտրազանգված, այսպես ասած, գողանալու ճակերտավոր ասած process կարող է լինել։ Ես ոչ մի բան չեմ բացառում, այստեղ մեր պատկան մարմինները պետք է ուղղակի իրենց գործը ուշադիր անեն, որպեսզի թույլ չտան նման դեպքերի կրկնություն վաղարշաբաթում, բայց ոչինչ բացառել հնարավոր չէ եւ շատ քաղաքական ուժերի համար էլ դա իրենց կառավարման տարիներին շատ նորմալ երևույթ է եղել եւ ես կարծում եմ, որ այդ քաղաքական ուժերից եթե փողը անջատենք, ընդհանրապես զրո քաղաքական միտք եւ զրո ծրագիր կունենանք, հետեւաբար այստեղ միակ շարժիչ ուժը կա եւ մնում է փողը եւ ես կոչ եմ անում մեր իրավապահ համակարգին, որպեսզի ուշադիր լինի եւ թույլ չտա նման հանցագործ տարերի ուղղակի ներխուժեն վաղարշաբաթ համայնք փորձեն հնարավորինս հեռու պահել նրանցից համայնքի կառավարումը թեկուզ որպես ընդդիմություն։ Իսկ այժմ ինչ տրամադրվածություն կա համայնքում եւ ինչ տրամադրություններ օրինակ հաճախ է ընդդիմադիր մամուլը հատկապես գրում այդ վախի մթնոլորտի մասին, որ քաղաքացիական պայմանագիրը, ինչպես գիտեք, շատ է խոսվում այդ մասին, որ ճնշումներ է բանեցնում ընդդիմադիր համայնքապետերի եւ կամ հիմա առաջադրված ուժերի հանդեպ։ Հիմա ինչպիսի տրամադրություններ կա, արդյոք կա վախի մթնոլորտ, դուք համայնքում ղեկավարում եք, պաշտոնակատարն եք, ժամանակավոր ինչ տրամադրություններ կան, դուք շփվում եք նաեւ համայնքի ներկայացուցիչների հետ, այսինքն իրապես այդ տրամադրությունները շատ լավն են, շատ նորմալ, համայնքը իր բնականon կյանքով է ապրում, իր խնդիրներով եւ իր առօրյա կյանքով համայնքը ապրում է, որևէ արտառոց բան չկա, ցավոք ուղղակի հիմա մեկ մի ժամանակներ ենք ապրում, որտեղ որ գողը ամենաշատն է խոսում գողությունից, թալանչին ամենաշատն է խոսում թալանից, ծախվածը եւ դավաճանը ամենաշատն է խոսում դավաճանությունից, ժամանակներն են այդպեսին, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու, լավ է լինելու առաջին հերթին մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, մեր հոգատար աշխատանքի շնորհիվ, որպես համայնքի ղեկավարում ստանձնած թիմ եւ մեր արդյունքով եւ մեր վերաբերմունքով, գիտեք, ես ինքս այս տարիների ընթացքում ինչ պաշտոնել որ զբաղեցրել եմ, երբևիցե իմ վարքագիծը հանրության մեջ չեմ փոխել, այսինքն ես նույն ձևով եմ շարունակում ապրել եւ իմ ընտանիքը նույն ձևով է շարունակում ապրել եւ հանրության մեջ հանդես գալ, ոնց որ այն ժամանակ, երբ որ ես որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, այդպես էլ շարունակելու եմ։ Հետեւաբար ես շատ լավ եմ հասկանում թե մեր քաղաքում, թե մեր համայնքում ինչ է կատարվում, որովհետեւ ես իմ առօրյայի մի մասը, դա մեր քաղաքացիների, իմ շրջապատի բարեկամների, ընկերների, ուղղակի քաղաքի կամ համայնքի բնակիչների հետ շփումն է, լսում նրանցից եմ ես լսում նաև խնդիրները, նրանց եմ նաև առաջարկում որոշակի խնդիրների լուծում, դա ոչ միայն գրասենյակային աշխատանք է, այլ նաև մարդկանց հետ առօրյա ուղղակի շփման մի մաս։ Պարոն Մխիթարյան, գիտեմ, որ հիմնականում մեղադրանքներին եմ անդրադառնում, բայց նույն Սևակ Խաչատրյանը նաև մեղադրում էր ձեզ ձեր ուժին նաև իշխանական լծակները կիրառելու մեջ, ասում է, որ իր բոլոր հարազատները պետական պաշտոններից ազատվել են, իրենց աշխատանքներից ազատվել են եւ սա ըստ էության ինքը հենց այդ ընտրապայքարի տրամաբանության մեջ է տեղավորում։ Իշխանական լծակներ, ուժ, բռնություն հաճախ է վերագրվում ձեր ուժին քաղաքացիական պայմանագրին, որ ընդդիմադիր զանգվածը միշտ բռնաճնշված է։ Դե ես կարծում եմ, որ անիմաստ է անդրադառնալ նման հարցեր, որովհետև այդ խնդիրները ինքը կարող է իր բարեկամների մեջ փնտրել, ոչ թե իշխանության վարքագծի, ելի եմ ասում, մենք դա
ոչինչ չկարողանալ ասելու փոխարեն ասվում է դա, այսինքն չկա որևէ այլ փաստար կամ որևէ այլ խոսույթ, որ վատ կառավարում է իրականացվում, այս ինչ բանը սխալ է արվում, սա չպետք է արվի, նա պետք է արվի, ու դրա համար իրենք հենց հարթակուր են, նույն Սևակ Խաչատրյանը հիմա գործող ընդդիմադիր ավականու ներկայացուցիչ է։ Իմ նշվածս 4 նիստերից որևէ մեկին կարող էր գալ եւ որպես հայտ ներկայացրած համայնքի ղեկավարի հայտ ներկայացրած տեխնացու նաև խոսել բարձրաձայնել այդ խնդիրների մասին, բայց չի բարձրաձայնել, այլ նախընտրում է սեփական կամ իրենց քաղաքական ուժի փողերով սնվող լրատվամիջոցների միջոցով հանրությանը հրամցնել բացարձակ սուտ տեղեկատվություն։ Եվ ամենագլխավոր մեղադրանքին գանք, պարոն Մեխակյան, ըստ էության, երբ որ ընդդիմությունը թիրախավորում է եւ կամ խոսում է քաղաքացիական պայմանագրից եւ փորձում է նշել պատճառները, թե ինչու պետք չէ ընտրել քաղաքացիական պայմանագրին, առաջի բանը, որ նշվում է, ասում է դե հաջորդ քայլով գրոհելու են վեհարանը, եթե չեմ սխալվում, օրերս էլ ձեզանից լրագրողները նույն բանն էին փորձում ողջել, թե արդյոք հաջորդ քայլով փորձելու եք գրոհել վեհարանը, արդյոք այս կեղծ թեզը լավ տեղ կարող է տանել ընտրություններում ձեր ուժին եւ կամ ձեր տեխնատությանը, որովհետեւ գիտեք, տևական ժամանակ է նույն ընդդիմությունը մայր աթոռը փորձում է պաշտպանել ինչ որ երևակայական ուժերից եւ կամ երևակայական հարձակումներից։ Այստեղ վտանգ չեք տեսնում եւ կամ վտանգավոր միտում նաեւ հաշվի առնելով մայր աթոռի դերը վաղաշաբաթ համայնքում։ Դա իմացածի տրամաբանական շարունակությունն է, որովհետև չունենալով որևէ խոսույթ, իրենք դիրքավորվում են եկեղեցին փրկիչների մեջ, այլ չգիտեմ, ուղղակի եկեղեցու ներկայացուցիչները կուզենան նման փրկիչներ ունենալ, որովհետև իրենք իրենց հետագծով, իրենց վարքագծով կան այնտեղ ուժեր, որոնք որ իրենց համայնքի ղեկավար եղած կառավարման տարիներին, չգիտեմ, խայտարակ վատ ձևով են համայնքը ղեկավարել եւ ընդամենը համայնքների խոշորացումը փրկել է այդ համայնքի բնակիչներին իրենց այդ օրվա իշխանությունից, իրենք ասում են եկեղեցին ենք մենք փրկում եւ այլն, բան նույն համայնքի ղեկավար աշխատած մարդը երկար տարիներ Ծաղկունք գյուղի գյուղապետ աշխատած մարդը, ում աչքի առաջ գյուղապետարանի դեմ դիմաց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարի փլվել, շարունակում էր փլվել, ինչ քայլեր է ձեր, թող այդ հարցին պատասխանի, ինչ քայլեր է ձեռնարկել։ Օրինակ ես եւ մեր համագյուղացիները իմ հայրենի Արագած գյուղում համախմբվել ենք եւ միասին վերականգնել ենք 19-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հիմա գործում է, ժամանակին չէր գործում։ Տանիքը փլուզվել էր եւ այլն, իսկ հիմա դա գործում է, որտեղ մենք որոշել ենք մեր համագյուղացիներով եւ բոլորով միասին վերականգնել ենք այդ եկեղեցին։ Իսկ ինքը որպես համայնքի ղեկավար ինչ քայլ է ձեռնարկել իր աչքի առաջ փլվող եկեղեցին վերականգնելու կամ չգիտեմ որևէ քայլ ձեռնարկի դա գործելու հետ կապված։ Բացարձակապես ոչ մի քայլ կամ 0 քայլ, ու այսօր խոսում են եկեղեցին փրկելուց։ Նույն Սևակ Խաչատրյանը եւ իրենց սատարող եւ իրենց գործող ավականիները եւ ասում են եկեղեցին ու իրենց հարցազրույցները բացառապես Մայրաթորի տարածքից են հանդես գալիս, այդ տարածքում են հարցազրույցներ տալիս, արդյոք իրենք տեղյակ են, որ այդ 4 համայնքի ավականու նիստերը իմ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո որ տեղի են ունեցել, տեղյակ են, որ այդտեղ քննարկվել է Մայրաթորի հետ համագործակցության հարցեր, թվով 2 հաց, մեկը հողի կատեգորիայի փոփոխման, մյուսը համայնքից անհատույց տարածք տրամադրելու եկեղեցուն Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որպեսզի տեխնոլոգիական կենտրոն կառուցվի այնտեղ։ Այդ խոսակցությունները հատկապես կարող են վերջ տրվել նաև այն բանից հետո, երբ որ մեր քաղաքի հիմնադրման 2710-ամյակի առիթով մեր Սիոն Սրբազանը, Արմավիրի թեմի առաջնորդը եւ մեր համայնքում գործող եկեղեցականները, տեր հայրերը եկան եւ մասնակցեցին այդ միջոցառմանը եւ իրենք էլ թիրախավորվեցին, որովհետեւ, չգիտեմ, իրենց մոտ
այնպիսի տպավորություն, որ ասենք մայրաթորը իրենց սեփականությունն է, ընդդիմության սեփականությունն է։ Մենք շատ ճիշտ համագործակցում ենք մայրաթորի հետ, որպես համայնք, որպես համայնքապետարան, եւ ես կարծում եմ, որ եկեղեցին պետք չի ունենա փրկիչների, հատկապես նրանց նման փրկիչների։ Նրանք փրկիչներ չեն, նրանք ընդհանրապես կեղեքիչներ են, որոնք փաստերով արձանագրվել են համայն դեպս իրենց համայնքի կառավարման տարիներին եւ իրենց երկրի ղեկավարման, իրենց ուժերը, իրենց երկրի ղեկավարման տարիներին բացառապես կեղեքել ունեզրկել են հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում։ Բայց ամեն դեպքում ես ճիշտ եմ հասկանում, որ մայրաթորը որպես քաղաքական վահան այս ուժերը, ընդդիմադիր ուժերը հատկապես փորձելու են օգտագործել։ Փորձելու են, իհարկե փորձելու են, բայց դա դրանից իրականությունը չի փոխվելու, որովհետեւ մենք ոնց որ պետք է համագործակցում ենք իշահ մայր Աթոր Սուրբ Էջմիածնի եւ իշահ Վաղարշապատ համայնքի եւ նրա բնակիչների։ Եվ վերջին հարցս ինչու պիտի Վաղարշապատ համայնքի բնակիչը ընտրի հենց ձեզ եւ ձեր ուժին։ Պետք է ընտրի, որովհետեւ մեր ուժը եւ մեր թիմը ազնիվ է, աշխատասեր է եւ այս ընթացքում ցույց է տվել, որ ինքը ունակ է իրականացնելու այնպիսի բարդագույն աշխատանքներ, այնպիսի խնդիրների լուծում է տրվել, որ մենք վստահություն ենք ներշնչել մեր բնակչին եւ մեր ամենօրյա հանդիպումների ժամանակ էլ այդ ակնկալիքները եւ այդ տրամադրությունները մենք մեր բնակիչների կողմից զգում ենք եւ մենք առարկայական մշակել ենք եւ շարունակում ենք մշակել այնպիսի ծրագրային փաթեթներ, որոնք միտված են մեր համայնքի բնակիչների կյանքի բարելավման, առաջին հերթին իրենց շրջապատը ավելի լավը եւ բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ, երկրորդ հերթին կրթական, մշակութային այնպիսի նշաձող ենք սահմանելու համայնքում, որպեսզի մեր համայնքը նաեւ գրավիչ լինի այդ տեսանկյունից։ Շնորհակալ եմ, պարոն Մխակյան։ Ձեզ նույնպես։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Վաղարշապատ խոշորացված համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ, կհանդիպենք։